էսի նոր Խարբերդ որ փողոցն է։ Պետք է 11-ին եմ։ Այդ է, ու խմելու ջուրն է ինքը վնասված, սենց գնում, հա։ Ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Ամիսներով։ Սարքեցին էլի տրակում։ Հա։ Կար։ Հեսա։ Այսա, հեսա, աստեղից է դուրս տալիս, հա, հեսա։ Խմելու ջուրն ասենց դուրս է գալի, գնում կորում է, տիրություն անող չկա։ Սենց գնում խմելու ջուրը կորում է, քանի ամիս է բնակիչը ասում է։ Ոնց է խմելու ջուրը գնում կորում։ Իքը ընտանիքներ ջուր չունեն, իսկ սա ջուրը գնում կորում։ Լսե։ Այդ հակորի արա ջուրը տիրություն անող չլնի։ Էսի խմելու ջուրն է, չէ։ Սենց գալիս էսա։ Ստենայ։ Էս խմելու ջուրն է, սենց ցեխի մեջ մարդը գնում է, նայ։ Փետրվարի 17-ն է, նոր Խարբերդ 11 փողոցում ենք, բնակիչները նշում են, որ մի քանի ամիս է, այս ցեխաջուրը ոչ թե անձրևներից է առաջացել, այլ վերևի հատվածում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով
ջուրը դուրս է գալիս, հոսում, այսպես, նայեք, ինչի է վերածել ամբողջ տարածքը։ Բնակիչները զայրացած են ու ասում են, որ խմելու ջրի կորստյան համար ում ասես դիմել են պատասխանատուներին, Շենգավիթի թաղապետարան, նույնիսկ ասում են Մասիսի համայնքապետարանել ենք դիմել, քանի որ մի մասն ասում էր Մասիսի տարածքն է, մի մասն ասել է Շենգավիթի տարածքն է, եւ վիոլա ջուր են անընդհատ ասել, սակայն ոչ մի օգուտ։ Հիմա տեսնեք, ամբողջ տարածքը ցեխա ջուր։ Հեսա։ Խմելու ջուրը գնում, կորում է ու առաջացնում է այս վիճակը։ Տներ կան տարիներով խմելու ջրի խնդիր ունեն, խմելու ջուր չունեն, ըստ է խմելու ջուրը գնում կորում է, տիրություն անող չկա, չեն ասում գանք մի հատ այդ հատվածը սարքենք, դադարեցնենք խմելու ջրի արտահոսքը։ Էսա տեսեք, սենց, էսա ջուրը այսենց գալիս է։ Ով սրա դեմն առնելու մարդ չգիտի, հետո ասում են աշկի լույսի պես պահենք ջուրը, հարևան պետությունը ջրի խնդիր ունի, մեզ մոտ ջուրեն է, ջրի խողովակը, վնասվել է, տիրություն անող չկա, լրիվ բարձի թողի վիճակ։ Տեսեք, չի աշած հոտը։ Ամբողջ, տեսեք որտեղից վնասված խողովակը, հեսա այստեղից է դուրս տալիս, այ հեսա տեսնեք այստեղից դուրս է տալի խմելու ջուրը, վնասված խողովակը։